Ծարգով վարչապետ հարգելի գործընկերներ, պարոն Հարապետյանը հանգամանալից ներկայացրեց մեխանիզմը, սխեման, բայց գուցե արժի մի քիչ խոսել հիմնավորման մասին, ինչի համար է այս ամեն ինչը։ Առաջի ակնհայտ բանը, որ այդ ներուժը Հայաստանում պահենք, բայց տեղական ներուժը, չգիտեմ, ինչ-որ գուցե մուլտիպլիկատիվ էֆեկտներ են հաշվարկված, որ այդ մարդիկ ուրիշ բան պիտի ծախսեն ստեղ կենցաղի համար փող գեներացվի, այդ կտորը հասցնի։ Պարզապես վարչապետը միգրանտների օրինակով հիմնական հարցադրումներ արեց, նոր աշխատակիցների մասով։ Այս որոշման մեջ, այո, տեղական, այսինքն ենթադրենք ընկերությունը նոր աշխատատեղ է ստեղծում, բուհը ավարտած ուսանողը համարվում է նոր աշխատակից, այսինքն աշխատակից, որը նախկինում երբևէ տեխնոլոգիական որևէ ընկերությունում ներգրավված չի եղել։ Կներեք էլի, որ ճիշտ հասկանանք, այսինքն այս որոշման մեջ բացի միգրանտներից ուրիշ բան էլ կա։ Այո, նոր աշխատակիցների մասով։ Ասում էի ուրիշ, ասցիք վերջ։ Չէ, կարծեցի երևի շատ լավ։ Չկարողացա, չհասկացա հարցի հիմնական էությունը, այսինքն սա նշանակում է, որ ցանկացած տեխնոլոգիական ընկերություն, որը օրինակ կամ բուհը ավարտած որևէ այլ տեխնոլոգիական ընկերությունում չաշխատած երիտասարդ կադրի ներգրավում է, կրկին ստանում է իր մասով 60%-ի չափով աջակցություն եկամտահարկի կամ այն աշխատակիցներին, որոնք մասնագիտական վերապրոֆիլավորում են անցել, այսինքն օրինակ եղել են հաշվապահ, դարձել են ինժեներ։ Այս մասով հետևաբար ինչ են կանում։ Տվյալ ընկերությունը այդ նոր աշխատակից համարվող աշխատակցի, օրինակ ինժեների, ծրագրավորողի համար ստանում է եկամտահարկի 60%-ի չափով պետական աջակցություն։ Շատ լավ։ Հիմա այս որոշման էլի ուրիշ տողեր կան, թե չկան, թե չէ, այդ 3 հիմնասյուներն են։ 3 հիմնասյուներ, այո, շատ լավ։ բայց ես եթե պետքա հիմնավորեմ, թե ընդհանրապես այս օրենքի ինչի համար է կամ կարճ կհիմնավորեք, շատ երկար պետք չի, որովհետև այս նախագիծը սկսել են քննարկել անցած տարի ուղիղ այս ժամանակ։ Անցած տարվա ապրիլից քննարկել ենք։ Հիմնավորումը արագ։ Պարոն Միրզոյան, մենք հավատացած ենք, որ ընդհանրապես տնտեսության զարգացման համար տեխնոլոգիական առաջընթացը մեր երկրի թվային վերափոխումը, փոխակերպումը այլընտրանք չունի։ Սա արագ զարգացող ճյուղ է, որը ամբողջ տնտեսության համար որպես շոկեքարշ է։ Մենք սրան չենք դիտարկում որպես առանձին ոլորտ, առանձին ճյուղ։ Այսինքն սա գալիս է սպասարկելու եւ գյուղատնտեսությանը, եւ կրթությանը, եւ գիտությանը, այսինքն եւ արդյունաբերությանը, այսինքն ցանկացած ուղղություն մեր օրերում այլևս դրատական տեխնոլոգիական թվային լուծումներ։ Այս պահի դրությամբ առաջին անգամ այս տարի ոլորտի շրջանառությունը անցել է 1 տրիլիոն դրամը, սա նշանակում է, որ բավականին մեծ տեմպերով աճում է։ Հնայի վրա ամենամեծ ուրեմն ազդեցություն ունեցող ճյուղերից մեկն է, ամենայն հավանականությամբ 7% անցնելու է եւ մեր հավատամքն այն է, որ այս պահին մեր ունեցած 55,000 ինժեներների քանակը առնվազն 2 անգամ պետք է մեծացնենք, որ կարողանանք սպասարկել տնտեսության կարիքները պատշաճ կերպով։ Այլ հարցեր, դիտարկումներ, արձագանքներ։ Ես շատ կարճ ուղղակի, որ էլ ավելի հիմնավոր լինի։ Պարոն Միրզոյան, սա շատ կարևոր է, որ մենք ընկերությունը այսպես թե այնպես նոր աշխատատեղ է ստեղծում, վճարում է եկամտահարկ եւ մենք միայն դրա դիմաց ենք մեր ներդրումը կատարում։ Սա կառավարության կողմից ներդրում է։ Այսինքն մենք ասում ենք, որ դե բնականաբար իր մուլտիպլիկատիվ էֆեկտներով։ Տենց անկալում կա, որ տեխնոլոգիական ոլորտի մի աշխատատեղը զուգահեռ ինչքանի։ Ես 3 էի հիշում, բայց լավ, նորմալ է, 6։ Համեցեք, պարոն Թումանյան։ Շնորհակալություն։ Ես կարծում, եթե այս խթանները իսկապես բավարար լինեն, այս հոսքը ապահովի, տնտեսության համար ակնհայտ բան կլինի, դրական արդյունք կտա, բայց մի տեխնիկական հարց, պարոն Հայրապետյան, դուք երամսյակ ամիս տերմիններ եք օգտագործում, աշխատանքային միգրանտի համար հարկային օրենսդրության տեսակետից այդ ստատուսը ինքը կարող է պահպանել, եթե 170 քանի օր աշխատում է։ Այսինքն դուք երամսյակով չեք կարող ամփոփել եւ որևէ գործողություն անել միգրանտի նկատմամբ, երբ ինքը տարին չի փակել եւ այդ տարվա մեջ
180 օրից ավել չի մնացել Հայաստանում, որովհետև երբ ասում եք տեղափոխումը Հայաստան, իրավական տերմին է տնտեսական եւ բիզնես գործունեության կենտրոնի կենսական, որպեսզի համարվի Հայաստանը, այդքան օր պետք է Հայաստանում բանի մնա։ Հաշվի Բայց պարոն առնեք։ Թումանյան, նայում ենք, եթե 3 ամիս աշխատել, աշխատավարձ է ստացել, այսինքն ստեղ Չէ, բայց նա ռեզիդենտ չի, եթե շուտ գնաց։ բայց մեզ ոնց որ դա չի հետաքրքիր, մեզ հետաքրքիր է ինքը այսքան երամսյակ ստեղ աշխատելա, թե չի աշխատել։ Կարող է 3 ամիս աշխատի, թողի գնա։ Չենք կարա պահենք մարդուն այլ բաներով։ Նկատի ունեմ այդ կարող է միգրացիայի տեսակետից աշխատանքային միգրանտը ուրիշ է, բայց մեր որոշման հասկացության տեսակետից նա է, ով գալիս է եւ 3 ամիս աշխատում է այդտեղ։ Չեմ կարծում թե Հարկային օրենսդրության տեսակետից եթե հարց չկա, շատ լավ։